Ողջույն տուք միմյանց ի համբույր սրբության։ Ողջունի այս խոսքերով մենք վերսկսում ենք Նարեկ Աղոթամատյան ընդհատված հաղորդաշարը։ Ձեզ կներկայացնենք այսօր Մատյան ողբերգության բան Գ հատվածից երրորդ բաժինը։ Ուրեմն ինչու համար Նարեկացին գրեց Մատյան ողբերգությունը, ում համար գրեց Մատյան ողբերգությունը, այս հարցին պատասխանելու համար կկարդանք ուրեմն Նարեկ երրորդ գլխի, ուրեմն երրորդ ենթաբաժնից։ Հիշեցնենք, որ Նարեկացին հասկանալու համար անհրաժեշտ է ջանք թափել։ Դա գեղարվեստական գիրք չէ, այլ պետք է ուշադրությամբ լսել եւ որոշ հարցեր, համարներ գրի առնել, որովհետեւ մնա հիշողության մեջ եւ այն օգտակար լինի ձեզ օրվա ընթացքում։ Շատ կարևոր է իմանալ, թե Նարեկացին ում համար գրեց այս Մատյան ողբերգությունը։ Որպեսզի ավելի ճիշտ հասկանանք, կարդանք Նարեկացու հետևյալ տողերը։ Ողբեր եկեցի ես շարահույսված այս նոր Մատյանում, որն իբրև կցորդ մեծապես գիտակ բոլոր վշտերի, նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող։ Այսինքն Նարեկացին ասում է, որ այս գիրքը, այս Մատյան ողբերգությունը, որ ես գրեցի, այն գիտակ է բոլոր վշտերի, այսինքն այստեղ կան վշտերի տարբեր տեսակներ, տարբեր մարդկանց համար։ Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր, աշխարհում ծրված բազմասփյուր բոլոր քրիստոնյաների, բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանում են, եւ նրանք, որոնք արփունքի են հասել, նրանց մոտ են անկարմ ծերությամբ կյանքի վախճանին։ Ուրեմն ասում է, գրեցի նրանց համար, ովքեր մանուկներ են, այնուհետև պատանիների համար եւ ծերերի համար։ Մի ուրիշ բաժնում Նարեկացին այս իմաստը արտահայտում է անցյալ, ներկա եւ ապառնի բառերով։ Մեղավորների եւ արդարների, բարձահում ինքնամեծարի եւ իր սխալն ընդունող անձնադատի։ Այսինքն ուրեմն ասում է գրեցի մեղավորների համար եւ արդարների համար, գրեցի նաեւ իրենց սխալը ընդունողների համար եւ իրենց սխալը չընդունողների համար, բարիների եւ եղեռնագործների, նկունների եւ արիների, ստրուկների եւ հպատակների, գերիշխարիկների եւ սեպուհների, միջակների եւ պայազատների, շինականների եւ տոհմիկների, արուների եւ էքերի։ Ուրեմն տեսեք, գրել են նաեւ շինականների համար, արուների համար, էքերի համար, մեծամիտների համար, բոլորի համար։ Այսինքն ինչու են շեշտում, որպեսզի ամեն մի մարդ, որը կլինի տարբեր հոգեվիճակների մեջ, ինքը իր վիճակը, եթե կարողանա գնահատել, արժևորել իր էությունը, թե ինքը որ դասին է պատկանում, ինչ մարդ է, եւ ավելի լավ կհասկանա, իմանա, թե ինչ աղոթի, ոնց աղոթի։ Շինականների եւ ռամիկների, արուների եւ էքերի, հրամայողների եւ հնազանդների, վսեմների եւ նվաստների, վեհերի եւ փոքրերի, ազնվականների եւ ռամիկների։ Տեսեք, ռամիկները անընդհատ շեշտվում են, այսինքն այս ողբերգությունը գրված է ավելի շատ հասարակ մարդկանց համար, աշխատավորների համար, գյուղացիների համար, քաղաքացիների համար եւ ոչ թե միայն գիտակների, դիպլոմավորների համար։ Ձիավարժների եւ հետևակների, քաղաքացիների եւ գեղչուկների, ահավորի սանձով բռնված գոռոզ արքաների, ահավորի սանձով բռնված գոռոզ արքաները որոնք են, այսինքն այդ սանձը սատանայական գոռոզության սանձն է, որով սանձահարել է սատանան արքային մարդուն, որը որ տառապում է գոռոզության աղտով,
վերնականների հետ խոստակրոն մենակյասների վերնականները այսինքն մեզնից բաժանված սուրբերի եւ մենակյասների այսինքն մարդիկ որոնք ճգնավորներ են ապրում են մեր հետ այս դարում հիմնականում անապատներում մաքրակրոնների ու տիրանևեր զգացների երջանկակրոն եւ ընտրողագույն քահանաների այսինքն գրում է նաեւ քահանաների համար այս գրվածքը նաեւ քահանաների համար է մատյա ողբերգությունը ինչու որովհետեւ տեսեք երբ որ պատարակ է լինում պատարակի ընթացքում վարակույրը եւ փագի աշխարհ գալուցից հետո վարակույրից այն կողմ քահանաները աղոթք են անում պատարակիչ քահանան նարեկացու գլխից սուրբ հոգու զորությունը խնդրող աղոթք վերակացու եւ բարեկեցիկ առաջնորդների նախատոր գահակալների եւ սրբանվեր տեսչուչների համար որոնցից ոմանց աղերս աղաչանք եւ ոմանց բարի խրատներ հորինեցի ես աղոթքի համար այս մատենիկով այսինքն ինչ որ գրեցի ինչ որ հորինեցի այս հետևված են այս մատյանում աղոթքի համար դրա համար մատյանը կոչվում է աղոթամատյան մենք վերնագիրը դրել ենք նարեկ աղոթամատյան այստեղից է գալիս այդ վերնագիրի անվանումը գրի առնելով մաղթանքներ պես որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ քո մեծ գթությանը ներկայացվեն ուրեմն այս մարդկանց անունները ովքեր նշվեց տարբեր տեսակի հասարակության տարբեր խավերի մարդկանց որպեսզի այս գիրքը նրանց միջնորդն լինի ծառայի կամ այս գրքով նրանք ուրեմն ներկայանան Աստծո գդությանը ինչպես այս գրքով ներկայանան ինչ է նշանակում այս գրքով ներկայանալ Աստծո գդությանը հետևենք շարունակությանը եւ սիրելի ունկնդիր սիրելի հավատացյալներ հիշեցնեմ ձեզ եթե հաղորդման ընթացքում դուք ունկնդրելիս ձեր մեջ լինում են ուրեմն ինչ եղավ շարունակեմ ուրեմն ունկնդրելից ձեր մեջ առաջանում է հոգնածություն հորանջ է գալիս ձեր վրա ձանձանում եք ձեզ հավաքեք հասկացեք որ այդ վիճակը ձեզ սատանայից է գալիս չար ուժից է գալիս որպեսզի չկարողանաք հետևեք նարեկացուն դա համար միշտ զգոն եղեք աշխատեք համբերատար լինել եւ մինչեւ վերջ լսել եթե դուք գրառումներ անեք ուշադիր լսեք ավելի զբաղված կլինեք ու ավելի ընկղմված կլինեք այս հաղորդման մեջ շարունակենք Արա այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ բժշկիր նրանց հոգիները դու եւ հանցանքները սրբիր թող պարտքերը նրանց եւ արձակիր կապանքները մեղքի տեսեք այս մատյանի ընթերցողների սրտերը հստակ որպեսզի նրանց հոգիները բուժվեն եւ նրանց պարտքերը փակվեն ու արձակիր նրանց այսինքն նրանց պարտքերը փակվել ինչ է նշանակում այսինքն նրանց պարտքերը, այսինքն մեղքերը մարդկանց, մեղքերը ուրեմն թող ներվեն, արձակիր կապանքներից։ Եթե մարդիկ ովքեր գնում են եկեղեցի պատարակին մասնակցում են, այնտեղ խոստովանության բաժնում կա մի պահ, որտեղ քահանան ասում է խոստովանությունին զղջացողին ասում է արձակեցի քեզ, այսինքն արձակեցի քեզ քո կապանքներից Արտասունքներ թող բխեն սրանով հրանգվողների, այսինքն ովքեր որ սրանով, այսինքն այս Աստվածաշնչով են հրահանգավորվում, այսինքն այս մատյանին հետևելով են գնում, ուրեմն արտասունքներ թող բխեն, եւ թող սրանով պարգևի նրանց ինձ ապաշավի,
Այսինքն ինչու արտասունքներ բխեն, որովհետև արտասունքը մենության մեջ թափված աղոթք է, ողած առաստված եւ խնդրում է, հայցում է Աստծո միջամտությունը իրենց կյանքին։ Խոսքը այն արդյունքի մասին է, որ ի սրտե դերասանական աղոթքի արդյունքի մասին չէ, հարբածի արդյունքի մասին չէ, կեղծ լացողների մասին չէ։ Բեմեթե ասում է դրանց արդյունքները ընդունես Տեր Աստված, այսինքն աղոթները ընդունես, այդ արդյունքները նաև հեղին ինձ վրա, այսինքն ընդունիր եւ իմ աղոթները։ Շնորհի թող ով Տեր նրանց հետ եւ ինձ զղջումի կամք։ Տեսեք, ասում է պարգևիր նրանց ապաշավի իղձ, այսինքն խոստովանում են, զղջում են եւ ապաշխարում են, բայց այստեղ ապաշխարել բառը չի ասում, ապաշավ է ասում։ Միտեղ էլ կա, որ նարեկացին ապաշավ եւ ապաշխարել բառը կողքի է օգտագործում, որպեսզի հասկացնել տա մեզ, որ դրանք երկուսն էլ նույն բանը չեն։ Ապաշավնել շատ մոտ է ապաշխարությանը, բայց ապաշավը նա է, երբ որ մարդը մտքի մեջ մտադրված է ինչ-որ մի մեղ կամ հանցանք պետք է գործի, բայց չի կատարվում այդ հարցանքը, մարդը զղջում է իր մտածածի համար նույնիսկ եւ ետ է դառնում ու զղջում է իր արածի համար, այսինքն մտածածը գործողության չի վերածվում։ Ահա այդ մարդկանց ցանկանում է ուրեմն արդյունք, այդ մարդիկ առանց արդյունքի չեն, անկախ իրենցից արդյունք է գալիս, որտեղ դա սրտաբուխ աղոթքի արդյունք է։ Ինչպես եւ նրանց իմ իսկ բարերով շունչ բարեհամբույր, թող ասմացյանով եւ ինձ ներվի պաղատանքները նրանց։ Եվ ասում է ուրեմն ասմացյանով եթե պետք է ներես նրանց, որ այս գիրքով են առաջնորդվել, ինձ էլ ների, որովհետև ես էլ այս գիրքն եմ գրել։ Եվ իմ խոսքով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները։ Այսինքն խնկվեն նրանց հեծեծանքները ինչ է նշանակում։ Խունկը աղոթքի խորհրդանիշ է, այսինքն նրանք հեծեծում են հեծեծանքի հետ, աղոթք են բարձրացնում Աստված խունկի բուրումով, ասում է իմն էլ թող խառնվի դրանց հետ։ Ողբերգության այս սիրով ճաշակող սրտերում թող որ շնորհիդ հույսը մտնի եւ բնակվի։ Այսինքն այս մատյանով կարդացողները, ովքեր որ անհույս են, այս մատյանը կարդալով դուր նրանց, եթե կարդում են, դուր նրանց հույս, հանիր հուսահատ վիճակից։ Եվ պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն, ինձ էլ ընդունիր գտած նրանց հետ, որոնք կենտանի են քեզ համար։ Ուրեմն ասի, եթե այս գիրքը կարդացողները հասնեն այնպիսի վիճակի, որ ընծայվում են քեզ, այսինքն նվիրվում են քեզ, ուրեմն ինձ էլ ասում է դրանց հետ, հիշիր դու ընդունիր դրանց հետ։ Եսեք ասում է ընդունիր, այսինքն ընդունելի լինի։ Մենք ընդունելի լինել, ընդունելի բառը նորից երևի կկարդացվի եւ ընդունելի լինելու մասին մի մեծ հաղորդում կկազմակերպենք, այս մի բառը իր մեջ ինչ իմաստներ է պարունակում։ Եվ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից, ուրեմն արցունքները մեղքերը մաքրող են։ Նարեկացին եւ Անանիա նարեկացին, նրա մոր բարեկամը վանական նորից, արցունքի մասին ունեն մեծ հոդվածներ գրված, բայց մի բան երկուսի մոտ նույնն է, որ արցունքը այն հորն է, այն ջուրն է, որը որ մաքրում է մարդու մեջի հուրը, մարդու մեջի կրակը, այսինքն այն կրակը, չար կրակը, որ սատանայական տրված է նրանց եռում է իր մեջ, ինչ իմանում, ինչ անի, ինչ չարություններ անի։ Եվ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից, ով խնամակալ անձրևի նաև նրանք ինձ վրա։ Հաղորդակիցներն այս կենաց գրքի թող փրկվածներ լինեն դասակից, քո օրհնյալ թող որ նաև ես համարվեմ փրկված։
Հաղորդակիցները այս կենաց գրքի, այսինքն այս գրքով ովքեր որ հաղորդում են քեզ Տեր Աստված, այսինքն գիրքը միջոց է դառնում, որ սրանով կարդան եւ աղոթեն, այսինքն հաղորդվեն քեզ, ինձ էլ համարիր որպես փրկված։ Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ մեկի սրտի խորքերից հենց չեն հառաշներ Աստվածահաճո, թող որ նրա հետ ով բարձրալ եւ ես օգտվեմ քեզանով։ Այս գրեթե մեկնաբանության կարիք չունի։ Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով արքես կարկարվի, թող իմ ձայնի հետ հասնի միանա եւ այս աղերսանքն արքես մատուցող աղոթների։ Եթե մի ձեռք ասում են քեզ կարկարվի աղոթներով, այսինքն ձեռք կարկարվելը ինչ է նշանակում։ Ձերքերը պարզած աղոթի քեզ խունգի բուրումով, այսինքն աղոթքի խոսքերին միանան խունգի ծուխը ու խառնված բարձանեն դեպի արքես եւ դրանց պաղատանքները ընդունես։ Թող ուրեմն եթե դա ընդունվում է քո կողմից, ես էլ նվիրված լինեմ քեզ։ Եթե բանավոր պատարակն այսիմ հաճո լինի քեզ եւ գնահատես, ուրիշներինն էլ առաջ քան թե իմ թող քեզ ընծայվի։ Եթե ասում են ուրիշներն էլ են գրել այսպիսի նման մի բան, առաջինը նրանց ընդունիր, հետո իմ գրածը։ Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվազի տկար, թող կանգնի դարձյալ հառաչանքների այս հաստարանով քեզնով հուսադրված եւ անբարտական ապահովության խորտակվի մեղքով։ Թող որ քարերով այս պատշաճապես կառուցվի դարձյալ աչովդ պաշտպանված։ Եթե ասում են հույսի տապանակը քայքավել է, ուրեմն թող դա նորից վերականգնվի քեզնով Տեր Աստված։ Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ, ամենակալիտ կամքով թող դարձյալ կծվի ամրապես քո պատվաստումով։ Տեսեք, այս շատ կարևոր է։ Եթե մարդը հանցանքներ է գործել, հանցանքներից հետո գիտակցում է իր գործած հանցանքները, բայց արդեն հույս չունի, հույսի լարը կտրված է, իր հանցանքների մեծությունը իրան այնքան մեծ է թվում, որ չի հավատում, չի հույս դնում Աստծո վրա, որ իրեն կարող է Աստվածների։ Եվ հոգեկան ցավի մի վտանգ պաշարի մեկին մահացու կերպով, թող որ փրկություն գտնի սրանով հույսով ապրելու։ Այսեք այդտեղ խոսում է հոգեկան ցավի մասին, դες եւ մարմնական ցավերի եւ հոգեկան ցավերի։ Կարևոր է հոգեկան ցավերը գիտակցելը։ Այս հոգեկան ցավերի մասին մենք հետագայում կխոսենք, առանձին մի բաժին կնվիրենք միայն հոգու զորությանը, հոգու ցավերին։ Տարակուսանքի տագնակով եթե խոցոդվի մի սիրտ, թող քո քաղցրությամբ ուժվի սրանով եւ առողջանա։ Ու տարակուսանքով մարդիկ շատ տարածված են, կան մարդիկ, որոնք չգիտեն ինչ անեն, հույսները կտրված են, կասկածի մեջ են, երերուն են, սասանվող են, տատանվող են, ձեռքները գցում են տարբեր տեղ, ձեռները գցում են փրփուրներին, չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որ ճանապարհով գնան։ Այ սրանց համար Արեկացին խնդրում է, որ այս գրքով դրանք բուժվեն ու առողջանան։ Այ հոգեկան ցավեր ունեցողները, տարակուսանքները, սա էլ մի տեսակ է ինչ-որ հիվանդության, մարմնական ցավ չի պատճառում, բայց հոգեկան ցավ է պատճառում։ Ուրեմն այս գիրքը կարդալով կարող են վիճակի բարելավում ստանալ։ Թե անքավելի մեղքի կորստությամբ մեկն ընկղմել է խող անդունդի մեջ, այս կարդող թող որ դեպի լույս գա քո պաշտպանությամբ։ Մարդիկ, որոնք որ իրենց թվում է արդեն այնքան մեղավոր են, որ խրվել են անդունդի մեջ, էլ հնար չկա ազատվելու, թող հույսները չկտրեն, որովհետև վերջում մի կայծ կա, այդ կայծ իրենք կտեսնեն, այդ դա լույսն է իրանց հույսը։ Թե խավարային գործերով թմրաճ ուժասպարևոք, թող որ զորանա քեզ ապաստանած միակ ապավեն։ Եթե պահպանակը վստահության լքել է մեկի հոգին,
այս միշտորտությամբ թող ձերքդ նրան ընդունի դարձյալ եւ ամրապնդի։ Տեսեք, ասում է, եթե մեկը կորցրել է իր վստահությունը, այս շատ կարևոր պահ է, արդեն չի վստահում ոչ մեկին, չի հավատում ոչ մեկին, այսպիսի մարդիկ շատ կան, որ տարբեր վիճակների մեջ ընկնելով, տարբեր դժվարությունների, ձախորդությունների մեջ, ոչ մեկին չեն վստահում, ոչ մի բանի չեն հավատում։ Այս մարդկանց համար մատյան ողբերգությունը ուրեմն գոտեպնդիչ է, զորակից նրանց վիճակին։ Եթե ոք հսկող պահապաններից հեռու դեգերի, այսպիսով թող որ սպասի սրանով նորոգ չի դարձին։ Եթե դիվային ջերմի սարսուրը խռովի մեկին, ստավի թող նա խաչիդ խորհրդի այս խոստովանված ու երկրպագված նշանի առջև։ Տեսեք, ասում եթե դիվային ջերմի սարսուրը, կան չէ մարդիկ, որ տաքություն են ունենում գիշերները, ընկնում են վախի մեջ, շատ ժամանակ պատճառը չգիտեն ինչից է, այլն սարսուրի մեջ են ընկնում, մի սարսափելի վախի մեջ են ընկնում, ահա ասե թող ստապվի այդ պահին նրանք թող խաչակնքվեն, խաչ անեն ու երկրպագեն, խոստովանեն իրանց մեղքերը, այս նշանի, խաչի նշանի առջև, եթե տունը խաչ ունեն, թող երկրպագվեն։ Անօրենության խորտակի չողմի մրրիկը, եթե մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի ծովում հարվածի, թող որ քո կողմից շինված այս ղեկով արագացներով խաղաղվի դարձյալ։ Տեսեք, ես թե ասում է անօրենության հողմը մարդու մարմնեղեն շինվածքը, այսինքն եթե աշխարհիկ կյանքում աշխարհն էլ մի ծով է, որի մեջ մարդը ուրեմն նավարկում է այս ալիքներից այն ալիքներով խփնվում այստեղից այն կողմից այս կողմ եւ ստանում է մարմնական վնասվածքներ, այսինքն հիվանդություններ, տարբեր տեսակի մարմնական, տեսեք հոգու մասն ենք ասում, հիմա ասում եմ մարմնի մասին, այսինքն մարմնի շինվածքը խախտվի, դա կլինի կաղ, ծուլություն, կլինի կուրություն, տարբեր խեղվածքներ եւ այլն, ներքին օրգանների հիվանդություններ եւ այլն։ Ուրեմն այս շինված ղեկով, այսինքն այս մատյան ողբերգության գրքով, այս աղոթամատյանով թող շտկվի։ Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի բարձյալ, թող կենսատու տեղ ու դարման լինի։ Ահա ասում է այս մատյանը թող լինի տեղ ու դարման։ Եվ բժշկի քո արարածների հոգու եւ մարմնի ցավերը բոլոր։ Շատ ժամանակ սպասում են մարդիկ, որ առանձին տարբեր հիվանդությունների ժամանակ պետք է լսեն հիվանդության անուններ, այո, որոշ հիվանդության անուններ ընթացքում մենք ձեզ կհայտնենք, բայց հիշեք, տեսեք, այստեղ ընդհանրական մի բան կա, ասում են, թող բժշկի արարածների հոգու եւ մարմնի ցավերը բոլոր, որովհետեւ այն ցավերը, որ այն բժշկության հայտնի հիվանդությունները, որ եղել են անցյալում, այդ հիվանդությունները երևի հազարապատկվել են, ավելի շատ են, դրա համար բոլոր հիվանդությունների մասին հատ առանձին անուններով խոսել չի լինի, այլ ավելի շատ ընդհանրական, բայց որ մի բան հաստատուն է, այս ովքեր հավատքով աղոթում են Աստծուն, հույսը ունեն, որ իրենց մարմնի ցավերը կվերանան։ Սկսած են այսիմ իր ավարտին հասցրու դու եւ թող քո հոգին խառնվի սրան, ահա ամենակարևորը։ Ասում է այս մատյան ողբերգության, որ ես սկսեցի, ուրեմն թող քո հոգին, քո շունչը խառնվի սրան, որպեսզի այս մատյանը ուժ ու զորություն ունենա բուժելու հիվանդությունները։ Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
քանզի դու ես լոկ տալիս զորություն վատ սրտերին եւ ընդունում փառք բոլորից ամեն։ Տեսեք, ասում է քո շունչը թող միանա այս մատյանի, որ ես գրել եմ, քո զորությունը թող միանա, որովհետեւ ու ընդունիր, որով սրանով ընդունելու ես փառք բոլորի կողմից։ Տեսեք, այստեղ նորից ասում ընդունիր, ընդունելի լինելու մասին մենք առանձին խոսելու ենք։ Եվ այստեղ մի բան, ինչպես իմանանք, որ իրեր Աստծո շունչը խառնված է այս աղոթամատյանին, Աստծո Սուրբ Հոգու զորությունը խառնված է այս աղոթամատյանին, նարեկացուն շնորհված է, որ այս աղոթամատյանը գրել էր։ Ուրեմն հիշենք մի բան, 1000 տարուց ավելի նացյան ողբերգության մատյանը, աղոթամատյանը գործում է թե եկեղեցում, թե ժողովրդի մեջ մինչ այժմ այն սիրված է եւ մարդիկ սիրով պահում են, դնում են իրենց բարձի տակ, հավատում են, չկա մի գիրք, որ այդքան երկար 1000 ամյակներ ինքը գոյություն ունենա, բացի Աստվածաշնչից։ Այսքանով սիրելի աղոթացյալներ, ավարտում ենք մեր այս բաժինը, ուրեմն ամփոփելով ասենք, որ բուն նպատակը նա էր, որպեսզի հավատացյալները, չհավատացողները, բոլորը նրանք, ովքեր որ լսում են, եւ բոլոր քրիստոնյաները ամբողջ աշխարհի որտեղ որ տարածված են, դա համար տարեկացին ասում է համայն քրիստոնյաները աշխարհի, նա բոլոր քրիստոնյաներին է ասում, սա միայն ազգային նպատակ չունի, սա ամբողջ աշխարհի մարդկության համար է։ Ուրեմն իմանանք, որ գրված է բոլորի համար, հասարակության բոլոր խավերի համար, այս հիշեցնում ենք ինչու, որպեսզի հնարավոր է մեր հաղորդումների ընթացքին մենք հրավիրենք մեր հասարակության տարբեր խավերից, գիտնականից, բժշկից, ինժեներից, գրականագետից, նարեկաբանից, քահանայից, մինչև մաքրուհիները, գեղչուկները, բոլորին մենք հնարավոր է մեր հետ այս հաղորդաշարին մասնակից դարձնենք։ Եվ նորից շեշտեմ, որ ընդունելի լինելու, ընդունիր այս հասկացողությունը, ընդունիր մենք որ շատ ենք ասում, պետք է մի խորը պարզաբանում ունենա, որը հավանաբար հաջորդ հաղորդմանը ձեզ կներկայացնենք։ Սիրով կսպասենք ուրեմն հաջորդ հաղորդաշարին, սիրով կսպասենք ձեր հետ հանդիպելուն։ Ցտեսություն։